Բարի երեկո հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդաշարը հարց Նիկոլ Փաշինյանին։ Եվ կարծում եմ հարցերը հուզում են ոչ միայն ինձ, այլև հանրությանը եւ փորձելու ենք հարցեր տալ եւ ակնկալել պատասխաններ։ Ես վերջին 1 շաբաթը լսում եմ ինձ համար ականջիս համար շատ հաճելի բարձրաձայնումներ Պարոն Փաշինյան ձեր կողմից վերաբերվող ապօրինի գույքին, վերաբերվող դատաիրավական համակարգին, ես ուզում եմ հատ-հատ հիմա հասկանանք ինչա կատարվում եւ ինչ կարող ենք ակնկալել մոտակա տարիներին։ Մենք շուրջ 8 տարի լսեցինք ապօրինի գույքի վերաբերյալ, սակայն 8 տարվա մեջ եւ տեսնում ենք որոշակի անգործություն, ինձ համար նույնիսկ որոշակի չի, ես տենց մեղմ խոսացող չեմ, ռեալ անգործություն եւ սաբոտաժ իրավապահ համակարգի կողմից։ Ես լսեցի ձեր ելույթը, երբ որ դուք խոսում եք, որ պետք է վերադարձվի ապօրինի գույքը հատիկ առ հատիկ, մինչև նույնիսկ բոթասները։ Իմ հանձնարարությունը վերաբերում է բոլորին, ովքեր ունեն ապօրինի գույք, պետքա վերադարձվի։ Հատիկ ու հատուկ, մինչև վերջին բոթասը պետքա վերադարձվի։ Էսա, դա ընդ որում դա հանձնարարություն չի, դա ժողովրդի արտահայտած կամքն է։ Բայց շատ մարդկանց նույնիսկ բոթասների շնուրոկները չվերադարձվեց։ Ես բացառապես համամիտ եմ ձեր հետ, որովհետև 12 տարի աշխատում եմ ես որպես կազմակերպության ղեկավար եւ իրավապաշտպան եմ եւ 12 տարվա մեջ իմ կողմից տրված բոլոր հաղորդումները 90%-ով վերաբերվել են ապօրինի գույքին։ Իրականում ձեզ հետ համամիտ եմ, բայց դուք ասում եք մի բան, իրավապահ համակարգը անում է մեկ այլ բան։ Այսինքն միայն ձեր ասելով, եթե չկա իրավապահ համակարգը, չունի կամահայտնություն գործելու, անհնարին է դառնում ապօրինի գույքի ոչ թե հատիկ, այլ 1000-ից 1 հատիկ ետ բերելը։ Եվ ես հիմա փաստերով եմ խոսելու, ընդամենը մի քանի փաստեր եմ բերելու, մի քանի անձանց անուններ, ես դա չեմ անձնավորում, ուղղակի սա մեր արած աշխատանքն է եւ այն դիմադրությունը, որ մենք հանդիպում ենք դատախազության, Քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս 3 մարմինները սաբոտաժ են անում ձեր դեմ, թե ձեր ասածը չեն կատարում, այսինքն սա ձեր ասածը չի, դա ժողովրդի կամքն է։ Դա այն է, ինչի համար 8 տարի առաջ ժողովուրդը ընտրել է ձեզ, որովհետեւ զզված է եղել, թե օլիգարխներից, թե այն մարդկանցից, որոնք ուղակի ժողովրդին ստրկացնելով փող են աշխատել եւ բոլորը մտածել են, որ գալու է մի օր մի պայծառ ապագա, որ այդ մարդիկ ոչ թե հարստահարվեն, այլ պետությանը վերադարձնեն իրենց գողունը։ Բայց հիմա պատկերացրեք այսպիսի մի բան, 12 տարի եւ մանավանդ վերջի 8 տարին էլ հետը, եթե հաղորդում ենք ներկայացնում հանցագործության մասին, իսկ հանրությունը պետք է ընդգրկվի այդ process-ի մեջ, որտեղ մենք ժողովրդավարության բաստիոն ենք ձեր խոսքերով, այսինքն առանց ժողովրդի, առանց հանրության, առանց հանրային հաղորդումների հանցագործության մասին, ձեր ասածը շատ դժվար է իրականացվելու, հաշվի առնելով իրավապահ համակարգի լուրջ դիմադրությունը։ Պատկերացրեք, երբ որ քաղաքացին հաղորդում է տալիս հանցագործության մասին, իդեպ ստորագրում են ամեն բառից առաջ եւ կարող եմ օրինակները բերել փաստաթղթերով, եթե ձեզ հետաքրքրի։ Քաղաքացին, իրավապաշտպանը հաղորդում է տալիս հանցագործության մասին, նշում է առերևույթ հանցագործության բոլոր փաստական հանգամանքները, ես ինձ վրա եմ վերցնում։ Ներկայացնում է բոլոր փաստաթղթերը, փողերի լվացում, ապօրինի գույքերի ձեռքբերում, Արցախի ներդրումային հիմնադրամի թալան փաստաթղթերով, Ծաղկաձորում համայնքային հողերի ուղիղ վաճառք փաստաթղթերով եւ ինչ ա լինում, հակակոռուպցիոն կոմիտեն ասում է, չեմ նախաձեռնում վարույթ։ Ասում ես ինչու, ասում է դժգոհ ես գնա դիմի դատախազություն, բնականաբար դժգոհ եմ, գնում դիմում ես դատախազությունում հակակոռուպցիոն կոմիտեն կուրացիան իրականացնում է պարոն Փանոսյանը, ասում է չեմ նախաձեռնում, ուզում ես գնա դատարան դիմի։ Հետո գնում ենք այն դատական համակարգը, որտեղ ունենք ճգնաժամ, Փառք Աստծո հակակոռուպցիոն դատարանը աշխատող դատարաններից կարծում եմ
լավագույնն է, հետո գնում ենք հակակոռուպցիոն դատարան, հետո դատախազը մի հատ էլ բողոք ա գրում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, այսինքն քաղաքացի, իրավապաշտպան, լրագրող, հետաքննող լրագրող, որպիսի խոսքը չմնա թղթի վրա եւ այն հասցնի տրամաբանական ավարտի, մոտավորապես պետք է լինում 4-ից 5 տարի։ Այսպես ենք պայքարելու կոռուպցիայի դեմ։ Եթե իրավապահ համակարգը սաբոտաժ չաներ, ցանկացած հաղորդում, որը տրվում է փաստված, փաստական հանգամանքներով եւ փաստաթղթերով, այդ տվողի ձեռքերը պետքա պաչեին, ասեին թող ձեր ձեռքերը պաչենք, որ դուք ձեր ժամանակը տրամադրել եք եւ մեզ ներկայացրել եք հաղորդում հանցագործության մասին, որpիսի մենք մեր ժողովրդավար պետության ճիշտ կուրսը, որը թելադրում է նաեւ վարչապետը, տանենք։ Եթե չեն անում, այստեղ դուք պետքա մանգաք, թե ինչու չեն անում։ Ես հստակ եմ ասում։ Եվ հիմա օրինակ, մեկ այլ օրինակ էլ ձեզ բերեմ, պարոն վարչապետ 21 թվականին հաղորդում ենք ներկայացրել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ եւ այն առումով, որ մի քանի տարվա մեջ համայնքապատկան մի քանի կազմակերպությունով, 3 կազմակերպությունով յուրացվել է 430,000 եվրոին համարժեք գումար 2021 թիվ, դեռ 3 տարի էր անցել 18 թվականից, երբ որ դուք նույն բանը ասում եք, եւ ինչ տեղի ունեցավ 21 թվականից մինչեւ 23 թվական 400 էջ բողոքարկումներ։ Դատախազություն ասում չէ, Հայկը մերն է։ Դատարան Այստեղ դատարանը ասում է ոչ պետքա նախաձեռնվի, դատախազությունը ասում է ոնց։ Գնում բողոքարկում են։ Ես հիմա ուզում եմ հասկանամ դատախազության, քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի շահագրգռվածությունը, որևէ ձեր ասած չի դառնա իրականություն, քանի դեռ այս 3 կառույցը պայքարում են կոնկրետ ձեր ասացի դեմ եւ կա ընտրովի արդարադատություն $40,000 հետ բերեցինք պետբյուջե լուրջ մեր տված հաղորդումով կարող եք հետ բերել 430,000 եվրո 21 թվից այսօր 26 թիվն ենք Հայկ Մարությանի եւ նրա թիմակիցների խորհրդական տեղակալ եւ այլն ձեռամբ կատարված առերևույթ հանցագործության մասին նույնիսկ նախաքննական մարմինը մի գործողություն չի կատարել։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, Հայկ Մարությանի վերաբերյալ սա չի կատարվել, որպիսի մնա ազատության մեջ եւ դառնա ընդդիմություն ձեզ, թե դա պսևդո ընդդիմություն է։ Շատ հարցեր է ծագում։ Այսինքն ես կարծում եմ, որ եկել է ժամանակը սլոգաններից, բարձրաձայնումներից երևի թե վերջապես գործի անցնելու։ Սա ձեզ մի հատ Հայկ Մարության։ Մեկ այլ օրինակ։ Հանրահայտ ամենայն հայոց Սերժի Վաչո, Վաչագան Ղազարյան։ Ինչու է Վաչագան Ղազարյանը դրսում։ Միգուցե որտեվ դուք նշեցիք, որ դատաիրավական համակարգում կա ճգնաժամ, կամ դատախազությունում, կամ իրավապ, կամ քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե լավ չեն քննել։ Ես այս գործի մասին շատ բան գիտեմ, քանի որ եղել եմ տուժողի ներկայացուցիչ նախաքննության ընթացքում։ Ինչու է Սերժի Վաչոն դուրս է։ Այսինքն հիմա որևէ մեկը կարող է ձեզ կամ ձեզ քվետված ժողովրդին համոզի, որ Սերժի Վաչոն հալալ քրտինքով Արցախից տրեխներով գալով Հայաստան, այս մի քանի տարվա մեջ դարավ ակադեմիկ կապիտան, Նոբելյան մրցանակի դափնեկիր ու այդ գումարները աշխատեց կամ ասենք տնեցիքից կտակաստացել Տերյանի վրա գտնվող Յանսը ու լիքը Տերյանի վրա գտնվող ամենաթանկ շենքում բնակարանը, ով է Սերժի Վաչոն, շոֆեր, ախրաննիկ։ Եթե 8 տարվա մեջ ձեր դատաիրավական համակարգը չի կարող այստեղ գնահատական տալ, այսօր խոսալ ապօրինի գույք հատառհատ, ես ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե ապօրինի գույքը հատառհատ հետ բերվի, բայց ավելի երջանիկ կլինեմ, որ ապօրինի գույքը հետ բերելուն խոչընդոտող քննիչ
ղեկավար դատախազ, ովքեր որ իրենց կոտրած ձեռքով գրում են, չէ, քրեական վարույթ չի նախաձեռնվում, դրանք պետք է պատասխան տան այս մարդկանց հանցակցելու համար, այսինքն բնականաբար ամեն ինչ արվում է կաշառքով։ Այլ կամ դա կոռուպցիա է, կամ տգիտությամբ, որը եւս կոռուպցիա է, կամ կաշառքով, որը եւս կոռուպցիա է։ Հիմա, պարոն Փաշինյան, քանի դատախազ ու քննիչ, մեր ձեռամբ այո, քննիչ դատվել է, մեր ձեռամբ դատախազ եւ այլ, բայց ինչի պետքա ես պայքարեմ հանուն երկրի դատախազությունը քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն պայքարեն իմ դեմ կամ ձեր դեմ, որովհետեւ դուք ասում եք մեկ բան, իրանք անում են մեկ այլ բան։ Արմեն Սարգսյան, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ, դուք ասում եք Բոթաս, չէ, պետք չի Բոթաս, Արարատ գինու գործարանի տնօրեն, դուք այցելել եք այդ գործարան։ Բա Բոթասի շնորհողները նույնիսկ չստացանք, 111 գույք, պետք չի հատիկ առ հատիկ, 111 ընդհանրական գույք, որ աշխատավարձով, Պաշտպանության նախարարությունում ստացած աշխատավարձով, այո, ոչ։ Իսկ ինչու չի վերադարձնում։ Երևի թե պետք է հարցնել ճգնաժամ ապրող դատաիրավական համակարգին, թերի քննված գործերին եւ դատախազության թերի վերահսկողությանը։ Տեսեք, ես այս օրինակներով եմ ասում։ Եվ մի մարդ, որ մեղադրվում է, ես բառացի կարող եմ կարդալ 2005-ից 2008 թվականների ընթացքում անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով 19 դրվագ չարաշահել է իշխանություն եւ պաշտոնական դիրքը, որն ազգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաեւ պաշտոնական դիրքի օգտագործման 2 դրվագ օրինականացրել է առանձնակի խոշոր չափերով անշարժ գույք։ Սա գիտեք ինչին է վերաբերվում, պարոն Փաշինյան եւ հարգելի ժողովուրդ, եռաբլուրին։ Այսինքն եռաբլուրը, որ մյուս կողմը մեր բոլորի համար սրբավայր է, ինչ որ մի խմբակ անձնական շահերի համար 2008 թվին ա կատարել, 2018 թվին դուք հեղափոխություն եք արել, այսօր 2026 թիվն ենք։ Ուր է Արմեն Սարգսյանի Բոթասները։ Վայ Հակոբյան եւ հանրահայտ Վայ Հակոբյան եւ Էլիզաբետ Պետրոսյան։ Վերջիններով հաղորդում հանցագործության մասին իմ կողմից տրվել է 23 թվականին, նախաձեռնվել է քրեական վարույթ Էլիզաբետ Պետրոսյանի կողմից, պարոն Փաշինյան, $40,000 չէ, 1 միլիարդ 108 միլիոն դրամ Արցախի ներդրումային հիմնադրամից հափշտակելու, յուրացնելու փաստի արդիվ, որը ոչ թե Արցախի գումարն ա եղել, այլ իմ, ձեր հիմա ղեկավարած Հայաստանի հարկատուի գումարը։ Ինչ արեց քննչական կոմիտեն, ոչինչ։ Մինչև Վայ Հակոբյանը չլքեց երկիրը, Էլիզաբետ Պետրոսյանն էլ փումփուլիկը վրան վերջի բառերն ասում ձեզ եւ ձեր իշխանությանը։ Հիմա պետք է հասկանանք։ Սա ժողովրդավարություն է, թե ամենաթողություն։ Ժողովրդավարության մասին 2 րոպե հետո խոսենք։ Դուք ասում եք բոլոր գույքերը հատ-հատ, լուրջ։ Միգուցե Պողոսյան Արտուրը տեղյակ չի ձեր ասածից, միգուցե հատուկ իրեն ուղարկեք, թող նորից լսի, դա քննչական կոմիտեն է եւ հակակոռուպցիոն կոմիտեի Նահապետյան Արտուրը։ Արցախի փոխոստիկանապետ Կոմիտաս Կարապետյան 93 գույք Երևան քաղաքում։ Էտեն է ինչ որ մենք գիտենք, բայց վստահ եմ քանակը ավելի շատ է։ Ինչու 93 գույքը, երբ որ Մարինա Պողոսյանի կողմից տրված հաղորդումը եղել է 23 թվականի հոկտեմբերին, մենք այսօր թևակողեցինք 26 թիվ։ Պարոն Փաշինյան, ինչու Կոմիտաս Կարապետյանը եւ իր փոխկապակցված անձիկ ոչ միայն ազատության մեջ են, այլև բարգավաճում են, որովհետեւ չկա չէ կոռուպցիոն ռիսկեր նախաքննական մարմիններում, չկա չէ ընդհանրապես։ Այս հասկանում եք, հիմա ուզում եմ ես հասկանամ, իրավապահամակարգը ինձ է էշի տեղ դնում, թե ձեր ասածը ականջի հետևակցում, սենց փաթաթում, ասում ադե մի բան է ասեց։ Մի հատ իրար հետ կողմնորոշվեք։ Ժողովուրդը ի վերջո հոգնել է։ Կարելի է լսել 1 տարի, 2 տարի, 3 տարի։ Ինչու։
Հիմա պատկերացրեք, որ այս 93 գույքը հետ կար, այն 111 գույքը հետ կար, առնվազն 203 ընտանիք, թեկուզ Արցախից, թեկուզ այստեղ վթարային շենքերում ապրող, ինչ 203, սրանց գույքերը բազմասենյակ են, կունենային ապաստան, ապրելու տեղ։ Ի վերջո դա հետ կգար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Ես մտածեմ պետական բյուջեի մասին, հետնել բոքսի ձեռնոցները հագնեմ, սկսեմ դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտեի քննչական կռիվ տալ, չէ, ուրեմն չեն լսում ձեր ասածը։ Կամ, չգիտեմ, դուք ինքներդ գիտեք ինչ եք ասում, 93 գույք Արցախից բռնի տեղահանված նախկին փոխոստիկանապետ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների հանձնակատար Կոմիտաս Կարապետյան։ Չգիտեք, չեք լսել, հնարավոր չի, բոլորը լսել են։ 3 տարի բացառապես ոչինչ չի արվել, երբ որ հարց ես տալիս, ամեն ինչին կա կներեք սալդատская причина։ Այս թուղթը չեն գտնում, այն թուղթը չեն գտնում, իրանք չեն գտնում, դուք ասում եք գույքերը հատ առ հատ, հիմա ես դες ասում եմ 93 գույք Երևանում, այդ գույքերում կարելի է գտնել մի մարդու անունով։ Ինչու՞մն է խնդիրը։ Չեն լսում ձեզ, հա ոնց որ։ Գագիկ Խաչատրյան բազմաթիվ եթերներ ա եղել Գագիկ Խաչատրյանի եւ նրա խնամի Սերոբ Դայանի նրա այդ փոխկապակցված անձ Սասուն Կիրակոսյանի, որը հանդիսանում է Դոմ Ռուսկոյ կնիգի տնօրեն եւ նրա որդի Գեգամ Կիրակոսյանի վերաբերյալ։ Մի հատ խնդրում եմ բացեք, դուք այդքան գույք չունեք, ինչքան իրանք ունեն եւ ինչ գործարքներ են անում, ինչ գումարներ են լվանում։ Հիմա ինձ ասեք տեսնեմ, ինչու են պայքարում ինձ հետ, ինչու է աղմկում իրավապահ համակարգը, ինչու։ Ուրեմն ձեռք չի տալիս։ Կամ դուք շատ լավ բան ասեցիք, գնանք տեսնենք, թե ով ինչ որոշում է կայացնում եւ ինչու։ Այդ ինչու հարցը ինձ էլ է հետաքրքրում։ 5-ից 6 տարի քննվող բառ եմ ասում այդ քրեական վարույթներ, նույնիսկ քրեական գործեր, դառավ քրեական վարույթ, բայց այդպես էլ չքննվեց։ Ինչու՞, որովհետև ձգձգում են, որպեսզի այդ մարդիկ հեռանան երկրից, հետո ասեն մենք կբերենք, տոսկի երբ որ ստեղ են, ձեր իրավապահ համակարգը այդ մարդկանց չբռնեց։ Իսկ ժողովուրդը 2018 թվականին իր քվեն տվեց ձեզ, որտեղ վստահում էր, որ մի շարք օլիգարխներ, այսինքն այն մարդիկ, որոնք պետական միջոցներով եւ հովանավորչությամբ են գումարներ աշխատել, չեն լինելու, մարդիկ կա, որ իրենց հարալ քրտինքով են աշխատում, դա իրանց խնդիրն է։ Բայց արդյոք այդքան դժվար է։ Ես ընդամենը մի քանի անուն հնչեցրեցի այն քրեական վարույթներից, որի անմիջական, հա, երևի մասնակից են կամ մենք ենք հաղորդում տվել։ Ինչն է խնդիրը։ Դժվար է գնալ գույքագրել եղած գույքը ու մի հարց տալ։ Այս գույքերի ձեռքբերման գումարների ծագման օրինականությունը ես վստահ եմ թե Տիկին Վարդապետյանը, թե պարոն Պողոսյանը, թե պարոն Նահապետյանը այդ հարցը գիտեն։ Եթե չեն տալիս, ուրեմն կա պատճառ։ Ուրեմն ձեր ասածը, ձեր հայտարարածը, որ բոթաս առ բոթաս գույք առ գույք հետ ենք բերելու, ինքը մնալու է օդում, որովհետև ձեր ասածը, ես հավատում եմ ձեր կամքին, բայց եւ ձեր ցանկությանը, բայց ձեր ցանկությունը, որպեսզի դառնա իրականություն, պետքա գործիքակազմ, այսինքն պետքա իրավապահ համակարգ, որի պսակն էլ դատարանն է, ով ինչ արեց, դատարանը չագուջը խփեց, անձեռն մխելի դատավորներ։ Ոչ կարում ենք քրեական պատասխանատվության ենթարկենք, ոչ իման։ Գնում ես հակակոռուպցիոն կոմիտե կամ քննչական, ասում են, բայց պետքա ապացույց, որ ապացույցը, որ այսինքն փողը վերցնելու ապացույցը, հա? 93 գույք Արցախից բռնի տեղահանվածի գնելու ապացույցը, որ քնչականում հարցնում ես, բա ինչ են, այս մարդիկ դուրս ասում են արտեր են կնդեղ ունեցել, չենք հիշում որտեղ, չենք հիշում ոնց, չենք հիշում փողը ոնց բերեցինք, չենք հիշում փողը ոնց առանք։ Պարոն Փաշինյան, դուք խոսում եք բոթասներից, այս Կոմիտաս Կարապետյանը մոտ 40 միլիոն եվրո գումար է բերել Հայաստան։ Հիմա այդ 40 միլիոն պետ բյուջեին մեր բանակին հեցին տեցին նեղություններ տալու ոչ։
Ես այդտեղից փող եմ ուզել, ոչ։ Հայկ Մարությանի 430,000 եվրոն, ոչ, բայց այստեղ ուրիշ բան է գալիս։ Հայկ Մարությանը իրան ապահովագրել է իր խորհրդական դատավորով, որին հիմա կանդրադառնանք։ Դուք ձեր եթերում ասում եք, որ դատաիրավական համակարգի ճգնաժամը գնանք հասկանանք, ով ինչ որոշում է կայացրել եւ ինչու։ Ակնհայտ է, որտեղ մենք ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ, եւ այդ ճգնաժամը պետքա որևէ ձևով լուծվի։ Չի բացառվում, նաեւ գնանք հասնենք անհատական մակարդակի պատասխանատվությամբ, հասկանանք, ով ինչ որոշում է կայացրել եւ ինչու։ Ես ասում եմ, թող բոլորը իրենց հաշիվ տան, ինչով են զբաղված։ Պատաշ բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են եւ դատվելու են։ Շատ եմ խնդրում, ուղարկեք թող հասկանան, թե Հայկ Մարությանի նախկին խորհրդական, որը եւս մասնակցել է, հա, այդ առերևույթ պետքա մասնակցած լինի այդ 430,000 եվրո գումարի հանրային ֆոնդի յուրացմանը, որտեղ ինքն է խորհուրդներ տվել Հայկ Մարությանին, հիմա կարող է Հայկ Մարությանը չի լսել, ինքը ասել է ոչ, չի կարելի, իսկ եթե ասել է ոչ, չի կարելի եւ տեսել է, որ Հայկ Մարությանը փորձում է աչք փակել, ինքը որպես հմուտ իրավաբան հիմա դատավոր պետքա հաղորդում տար, այլապես ինքը կոծկել է Հայկ Մարությանի արած հանցագործությունը։ Դուք ասում եք, դատաիրավական համակարգի ճգնաժամ, գնանք հասկանանք, ով ինչ որոշում է կայացրել, նորից եմ կրկնում։ Իհարկե, ժողովրդավարության բաստիոնում ռեալ դատաիրավական ճգնաժամ է։ Ձեզ ոչ թե չպետք է էլի ենթարկվեն, բայց իրենք չեն ենթարկվում ժողովրդին։ Իսկ իրենց գումարները տալիս է ժողովուրդը, մենք ենք պահում։ Մենք չենք պահում դատավորներին, որ մի ձեռքով մեր հարկերով իրանց պահենք, մյուս ձեռքով այլ անձիկ իրանց պահեն։ Այսինքն մենք երկուսս էլ պահում ենք ինչ-որ համակարգ, որը գործում է հիմնականում ոչ ի օգուտ Հայաստանի Հանրապետության, այլ ի օգուտ անձնական շահի։ Ես հիմա ձեզ օրինակ բերեմ։ Ձեր նշած դատավորներից մեկը, օրինակ, որը նախկինում աշխատել է Հայկ Մարությանի խորհրդական, ոմն Կարեն Համբարձումյան, որը իդեպ պարզ չի ոնց է դարձել դատավոր 20 թվականին, այսինքն մի մարդ, որ երբևէ դատաիրավական համակարգում չի աշխատել, երբևէ, գեթ 1 ժամ, չգիտես ոնց, ֆոկուս-մոկուս եւ դառնում է վերաքնիչ քաղաքացիական դատարանի դատավոր, նորից եմ կրկնում, որ նույնիսկ ոչ դատավորի օգնական ա եղել, ոչ նիստերի քարտուղար, ընդհանրապես աշխատել է միկրովարկային կազմակերպություններ, դասավանդել է ինչ-որ ՎՏԲ բանկ, շատ հետաքրքիր է, ամբողջ գործունեությունը կապված է ռուսական ՎՏԲ բանկի հետ։ ՎՏԲ բանկի մասին դե բոլորն են ծանոթ, թե ինչեր է այնտեղ կատարվել։ Եվ այս սուբյեկտը, խնդրում եմ ճշտեք ինչու, որոշում է, որ պետք է արգելի իրավապաշտպանին ինձ խոսել մի գործարարի մասին, որը Ծաղկաձորում ուղիղ վաճառքով Գագիկ Ծառուկյանի հարևանությամբ, Գագիկ Ծառուկյանի հողերը տանձախբյուր 38, սրանը 40, եւ հեսակ ասեմ ինչու, գնի հողատարածքներ ուղիղ վաճառքով, չեմ կարող անունը ասել ձեզ, ես իհարկե կգրեմ անպայման, որովհետև ոմն Կարեն Համբարձումյան ասել է այդ գործարարի մասին ընդհանրապես չխոսած, այսինքն դատական ակտ է կայացրել, որը ոչ միայն հակասում է ժողովրդավարական գաղափարախոսության, այլ նաև խոսքի ազատությանը, որովհետև ես անձնական տեղեկություններ չեմ հայտնում նրա սեռական պատկանելիության մասին, թե ում հետ է գիշեր անկողին մտնում եւ այլ կամ անձնական տվյալներ ընտանիքի վերաբերյալ։ Այսինքն սա արել են, որպեսզի ոչ դուք լսեք, ոչ հանրությունը տեղեկանա, թե X Mr. X-ը, որի եղբայրը ՌԴ-ից եկավ Երևան, որովհետև ՌԴ-ում մեծ գործարար է, հատուկ ձայներ տալու Գագիկ Ծառուկյանին եւ ուժեղ Հայաստանին։ Հիմա ես հարց եմ տալիս։ Հիմա այս Կարեն Համբարձումյանը ում շահերն է ներկայացնում, ժողովրդի,
Հայաստանի Հանրապետության բյուջե վերադարձվող գումարի, թե խոսքի ազատության սահմանափակման, որը բնականաբար քննարկվելու է բոլոր կառույցներում եւ ելի Հայաստանի Հանրապետության վարկանիշը իջնելու է, որտեղ նման դատական ակտեր չի կարելի կայացնել, որտեղ նման դատական ակտերը փորձում են լրացնել, իսկ լրացնելը Ֆեմիդայի բերանն են փակում, իսկ լրացնելը դա արդարադատության իրականացում չի, շատ խոսացինք դրա մասին, դա ընդհանրապես անհետաքրքիր սուբյեկտ էր։ Հիմա պետք է հասկանալ, նման անձիկ ոնց են դառնում դատավոր, ում հովանավորությամբ, ում զանգով եւ ում շահերը դատական համակարգում պաշտպանելու համար։ Եվ ելի եմ ասում, սույն դատավորը պաշտպանել է մի անձի շահեր, ում հողերը ըստ էության հանդիսանում են Գագիկ Ծառուկյանի հողերի շարունակությունը եւ ՌԴ-ից եւ Արցախից բերված փողերի լվացման արդյունք են։ Բայց ոչ հակակոռուպցիոն կոմիտեն, ոչ դատախազությունը, իդեպ դատախազությունը եւս իդեմս իր վարչության պետ պարոն Փանոսյանի լծվել են այս անձնավորության լուրջ պաշտպանությանը եւ ես ուզում եմ ձեզ խնդրեմ, այո, ճշտեք, ինչու են նման որոշումներ կայացնում, ինչու են խոչընդոտում։ Մենք նման գործիքակազմով չենք կարող պայքարել կոռուպցիայի դեմ, դա կմնա ընդամենը լոզունգ, ձեր կամահայտնությունը, ժողովրդի ամենամեծ ցանկությունը, որը մնալու է թղթի վրա, քանի որ իրավապահ համակարգը չի լսում ձեր ասածները եւ սաբոտաժ է անում ձեր դեմ։ Հուսամ, որ կստանանք որոշակի պատասխան, սա հանրային եթեր է, մեծ սիրով տարատեսակ մանրամասներ կարող եմ ներկայացնել, այդ թվում դատախազության եւ նախաքննական մարմինների պայքարը կոռուպցիայի դեմ պայքարին փաստող։ Այսքանը, շնորհակալ եմ։